Այսօր սիրված դերասան Լևոն Մկրտչյանի հարսանեկան արարողությունն է, նա ամուսնանում է իր սիրելի Էվելինա Ստեփանյանի հետ, հարսանիքին ներկա են բազմաթիվ հայտնի հյուրեր։ Լևոն Մկրտչյանի ընտանիքը ոչ միայն արվեստի, այլև հասարակական կյանքի ոլորտում է ակտիվ։ Նրա քույրը ամուսնացած է Ազգային ժողովի պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ, ով ներկայացնում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Էդգար Հակոբյանը հայտնի է իր քաղաքական գործունեությամբ և ակտիվ մասնակցությամբ հասարակական նախաձեռնություններին։ Նրա և Լևոն Մկրտչյանի քրոջ ամուսնությունը միավորում է մշակութային և քաղաքական ոլորտները, ինչը հաճախ է ուշադրություն գրավում հանրության կողմից։ Նրանց ընտանիքը համարվում է օրինակելի, համատեղելով արվեստը և քաղաքականությունը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է նրանց ընտանիքի կապը հանրային կյանքի տարբեր ոլորտների հետ։ Նշենք, որ Լևոն Մկրտչյանն ու իր սիրելին մի քանի շաբաթ առաջ պատմել էին իրենց սիրային հարաբերությունների մասին, նշելով, որ ընդամենը օրեր անց տեղի կունենա նրանց հարսանեկան արարողությունը։ Աղջկա և տղայի կազմած ընտանիքին ոչինչ չպետք է խանգարի։ Օրինակ, ես պետք է նկատեմ, որ փոշի կա ու ասեմ Էվկա, ինչու չես մաքրել, եթե մայրս ասի կոնֆլիկտ կլինի, ասել էր Լևոն Մկրտչյանը։ Սկեսուրս ռուս է, նա բացառիկ մարդ է, մենք ընկերներ ենք, թե իմ, թե Լևոնի ընտանիքն ասացին՝ դուք առանձին ապրեք, մենք բոլոր հարցերով ձեր կողքին ենք։ Այդ առումով շատ բախտավոր ենք, ես սիրում եմ մեծ ընտանիք, սիրով կապրեի մեծ ընտանիքում, բայց Լևոնի մաման առաջիններից էր, որ ասաց՝ պետք է առանձին ապրենք։ Ամալիա Հովհաննիսյանի հետ հարցազրույցում ասել էր Լևոն Մկրտչյանի սիրելին Էվելինան։ Էվկային չեն թողնում կարդա մեկնաբանությունները։ Ինքս չեմ կենտրոնանում դրանց վրա, իսկ ես թե հիմա նայեմ ու կենտրոնանամ դրանց վրա, առաջ չեմ գնա, դա մարդկանց սուբյեկտիվ կարծիքն է։ Հասկանում եմ, որ Լևոնը հմայիչ է և շատ աղջիկների համար իդեալ, ասել էր Լևոն Մկրտչյանը, շատերն իրենց պատկերացնում էին հենց Լևոնի կողքին ու հանկարծ գալիս է Էվկան տարօրինակ չինացու աչքերով և իրենց համար արտասովոր արտաքինով աղջիկ, քանի որ ես իրենց համոզմունքներին դեմ էի, դա շարժեց իրենց զայրույթը, պնդում են, որ նրանք պետք է ինձ հետ լինեն երջանիկ, ոչ թե ես նրանց հետ դժբախտ։ Խնդրում եմ, որ մարդիկ վերացնեն իրենց ներսի նախանձը, որպեսզի այն չզարգանա։ Թվում է 25 տարեկան նոր ամուսնացող աղջկա համար պիտի շատ ծանր ու ցավալի լինի, երբ դիպչում են ինքնավստահությանը, բայց պետք է գիտակցես թերություններդ ու առավելություններդ։ Պետք է չվախենաս բարձրաձայնել թերություններդ, աշխատես դրանց վրա, իսկ առավելություններդ դրոշակ չդարձնես ու բոլորին չցուցադրես։
Así